Ողջույն, Դեմերչյան փողոցի վրա ես եմ կանգնած, այս մեքենան Պրոշյանից թեկվեց Դեմերչյան կամ Պարոնյանից, չգիտեմ, ինձ թվում է ստեղ կիսվում է, վերև Պրոշյանա, ներքև Պարոնյանա, բայց այդ չի նշանակում, որ ես ճիշտ եմ, ընդեղ հյուրանոցն է, ամսի 14-ն է, ժողովուրդ ջան, 4-ին 15 պակաս ու 19 աստիճան ջերմություն։ Այս մեկը Ֆրիկի փողոցն է, ստեղ իմ համակուրսեցին էր, հիմա կոլեգաս է, իրար հետ ենք աշխատում, այստեղ իրանց տունն էր սեփական, քանդեցին, են լիգաչովը որ եկավ այդ վաղտ, քանդեցին ոչ մի բան չարեցին, ես ասենց էլ դատարկ տեղ է մնացել։ Լավն ես բակով, թթի ծառով, բանով տուներ ապրում էին, ես Ֆրիկի փողոցը, ես սովետական շենք, Դեմերչյան փողոց, ընդեղ կոմպոզիտորների տունն է, ես կողմը այս մանկապարտեզն է, ես այս ցույց կտամ անունը ճշգրիտ, ամեն անգամ մոռանում եմ, բայց ընդեղ ավտոբուսա կանգնած տեսա վրան գրած է Վիլա Մոնտեսորի ցենտր, հա? Այդ մանկապարտեզն է։ Մի անգամ ճիշտ ասած Անահիտի հետ բարձացանք, բայց ասեցին ներս չի կարելի, որտեղ շատ մաքրություն է այնտեղ իրանց մոտ, երեխաների մոտ ուրիշ մարդկանց չեն թույլ տալի։ Բայց հետո տերը թե տնօրենը, չգիտեմ, մեզ հետ մեսենջերով միացավ, ասեց կարակ գաք, պատրաստ ենք ընդունենք, բայց այդ եսի մի 5 տարի առաջ էր։ Ուզում եք մի հատ փորձենք, բոլոր դեպքերում ինձ թվում է հետաքրքիր տեղ է։ Հետո կարծում եմ մի հատ էլ կոմպոզիտորների տուն է կարելի մտնել։ Այս աստիճանով մի հատ բարձրանանք։ Այս ավտոբուսները այն կողմից են, հա, գալիս տեղ կանգնում։ Դեմերչյանից բարձրանում են։ Ուրեմն ինչ լավ կայանատեղով, բանով։ Բայց այն ժամանակ sense դարպասներ չկար, ժողովուրդ։ School bus։ Չէ, տենց վախենալու չէր դարպասը, բացվում է։ Ինչ տարածք է։ Մարզես։ Լավ ժողովուրդ, ոնց որ 3 տարի առաջ են վաղտել տենց ասեցին, պետք է տնօրենության հետ կապնվենք, մենք ասեցինք ժամանակ չունենք, հիմա նույն բանը ասեցին, սպասենք տնօրենը հետո, լավ, փորձենք հիմա մի հատ էլ գրողների միությունը գնանք ոնց է։ Inspiring the future of out. Կարդալ չեմ կարող նորմալ։ Բարեզս։ Ինչ հիմնարկություն է, որ անգլերեն է չեմ հասկանում, հետաքրքիր է։ Siemens-ի պաշտոնական սարքավորումն է։ Ինչ? Siemens-ի։ Siemens-ի։ Բժշկական սարքավորումն է։ Այդ ֆիրմայի, հա? Հա, մեր բժշկական սարք։ Բայց Բժշկական սարք։ հա, բժշկական պրոֆիլով սարքավորումն է, շնորհակալություն շատ։
Այդ մայթում Անիտա գեղեցկության սրահ, այսինքն լրիվ վստահ ենք, որ Երևանում ենք, ճիշտ ասած մի 20 րոպե ստեղ նստեցի, չէի ուզում եկանայի, այնքան հաճելի եղանակ է ժողովուրդ, շատ լավ է։ Գնանք տեսնենք Գրողների միությունում ոնց են ապրում։ Դե պարզ է ինչ-որ մեծ մաս վարձակալության տված կլինեն, բացի բնակարաններից իհարկե, բնակարանները ստեղ ցուցանակներ են, Գրիգոր Եղիազարյանը, Ջոն Տեր Թաթևոսյանը, Էդվարդ Միրզոյանը, այ Միրզոյանն լավ է, չէ՞, լրիվ նույն քարից արեց, դաստապահությունը ոնց որ սարքելուց է տրվել, կառուցվելուց։ Սրանք նույնիսկ այդ բաները վինտերը երևում է, էլի ամրացրած, սա չէ, շատ լավ արեց։ Մեկը Հայաստանի դրոշն է, հասկացանք, մյուսը։ Ուղղակի գրած է Հայաստանի կոմպոզիտորների տուն, հա, միություն։ Ինձ լավ չի ծածանվում, էլի, որ տենամ։ Հա, այս նույն բանն էր գրած դրոշի վրա։ Հայաստանի կոմպոզիտորների միություն։ Այս հայլի է, ես մտածում մենք կոմից էլ մեկը մտավ։ Բազիս։ Նեմերչան փողոց, կոմպոզիտորների տուն, այսօր անհաջողության օրը։ Մենակ պահակներ իրան խիստ արգելացա որևէցե մեկին թողել, իսկ Սատյանը, քարտուղարը բանը բոլորը ստեղ էին մի քիչ առաջ գնացին։ Հիմա այդ իրանց համարը քտնել, զանգ տալ եւ այլն, ստեղ ծանոթ կար, բայց ասեց երկար պատմություն է պետք է անեմ, ասեցի չէ, պետք չի։ Է ասեց ցանկացած ուրիշ օր նախորդ իմաստուր, ասեցի որ տենց ելներ, նույնն էլ են մանկապարտեզներ, լավ, սենց եկեք մի հատ իջնենք Գոնե աստիճանի մոտ։ Ինչքան եմ ես թաղամասով եկել մեր Լյովայի տուն էդ ֆրիկի փողոց։ Կարծում սենց էր, չէ՞։ Այդ պլյականի մոտ սենց կնգնեմ, չէ՞, կոմպոզիտորների տան։ Կոմպոզիտորների տունը է սա։ Գիտեմ, ընդեղ աստիճաններ կա։ Ոնց։ Այստեղից իջեք, այստեղից։ Այս աստիճաններով։ Հա, ու ձախով գնաց։ Շնորհակալություն շատ։ Հա, ուրեմն սենց է մեկը, դե ժողովուրդ ուսանող էին վաղտ։ Պատկերացնում եք։ Կար շատ է իջացրել պատմանը։ Շատ է իջացրել։ Բայց լավ բակա, եկեք լմատ նայենք, հետո իջնենք։ Մի հատ շիտ տեսա, ուրախացա արդեն։ Լավ բակը, թե սրա ինչն է լավ, հատ ծառը չկա։ Հա, մի հատ բակը ուզում էի նայեի։ Հա, այս է, ստեղից պետք է իջնեմ։ Հա, սենց բակը։ Հա, հələ ես այս շենքի այն կողմով էի գնում Լյովայի մոտ։ Տեսեք ինչ հաճելի բակ կա, լվացք փռելու տեղ կա,
ֆուտբոլ խաղալու տեղ կա։ Չէ, այսքան որ մնացել է տարածք, այս գիտեք ինչի է մնացել։ Այստեղ տակը ստորգետնյա գարաժներ են։ Այո, հիշեցի, այստեղ ստորգետնյա գարաժներ են։ Նույնիսկ մեր բակից մեկը այստեղ գարաժ ուներ։ Պատկերացնեք, հա, մեր բակից։ Բայց ընդեից մեքենա չի մտնում։ Լավ, երևի այն կողմից էլ մուտք կա։ Գնանք իջնանք։ Այսինքն պետք է գնանք։ Ներեցեք կարող է իմանալ, այս ստորգետնյա գարաժներ են, հա։ Հա։ Իսկ այս մի շենքի տակ կա, կարող է իմանալ։ Չէ։ Հա, ուրեմն սենց եմ իրանցը։ Այն շենքի մոտով են։ Հա, կա հեսա մուտքը։ Վերևից չէր երևում, որտեղ էս պետք է մեքենաները գան։ Հիմա երևաց, որ ստեղից կարան գան։ Այս շենքերից մեկում էլ Երևանդ Քոչարն է ապրել։ Հեսա կպարզն որում։ Այ այս խողովակները ոնց են մարդու տրամադրություն փչացնում։ Ես արդեն թարգել եմ սրանց մասին խոսալ, բայց Էլի աշկովս ընգով։ Այս շենքն էր կարծեմ Քոչարինը։ Ես որ նացստրոյկա են արել։ Թե չէ։ Չէ, ուստեղ ինչ-որ ցուցանակներ կան, հեսա պարզենք։ Հա, հենա գրած է Երևանդ Քոչար։ Ուրեմն այս շենքն էր Քոչարինը։ Հələ ընդհանրապես նայենք։ Հա, լուսանկարեցի, մեծացրեցի, ոնց որ թե հաստատ չեմ կարող ասեմ, 1968 թվից մինչև 1979 թիվը ապրել այստեղ Քոչարը։ Այստեղ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը։ Են մեկը էլ չուզեք, ընդհանրապես բան չի երևում։ Ես ինչ է դա կիրա, coming soon, neck, որլու դեպքերում բարձ չի։ Ուրեմն այս շենքում չեր։ Ստեղից ես խողովակների երկեչը հաշված, գեղեցիկ տեսարան է կոմպոզիտորների տան վրա բացվում։ Այ ես տերասայից եմ ես նկարել։ Մի կողմից լավ է, էլի, չեն հանձնում էլ։ Ուղղակի կոմպոզիտորների միությունն աստեղ։ Որտև այդ տերասան մի հատ ռեստորան էր, կաֆե էր, դրանցն էր։ Մի հատ էլ առաջի հարկում կար ինչ-որ, էլի։ Էդ էլ հաճելի չէր, իհարկե։ Պարզ է, այս տերասան հոյակապ տեղ էր նստելու համար։ Հիմա չէ։ Բայց կարային գոնե կոմպոզիտորների համար թողի ինչ է, մի հատ սրճարան։ Թող տոմսերով մտնեին։ Լավն է էլի, որտև։ Հələ մի րոպե, այս արջևը բան կա, հարթակ կա մի հատ, դրանք ստեղից կլինի մտնել։ Հա, պրոբլեմ չկա։ Այս մեջտեղինը Քոչարի տունն էր, հələ այս խողովակներ են հայեք էլի։ Այս ոնց էր բարբարոսություն էլի, հələ ստեղ, ուժս։
Սենց բան են անում այ մարդ։ Շենքի առջևով։ Այսինքն այս խողովակներ անցկացնողը ուղղակի ոչ թե չի սիրել, ատել է Երևանը։ Այս մեկը ստեղ լավ է պավառոտ է տվել, հա։ Այդ պետք է շնորհակալ լինենք դրա համար։ Ես էլ այսպես։ Բայց շենքը դրան էր արժանի։ Այս էլ Պուշկին փողոցը։ Այս այս դիրքս մի քիչ փոխեմ ես նկարը տեսնենք Քոչարի սյուժեներով, հա։ Իտալացի է մի հատ արել։ Այդքան է հիշում եմ։ Այն կողմերն էլ սենց պատմությունները։ Առանց էդ մի բան չէր։ Հիմա էլ գիտենք ինչ փոքր ազատ տարածք է եղել, մեկը մի բան կառուցել խցկել է, հաստատ։ Այս ինչ հետաքրքիր բալկոն է այստեղ։ Գնանք։ Այս կողքի շենքն է։ Կարծում եմ սա էլ է կոմպոզիտորների տանը վերաբերվում։ Որտեվ պահակը ասեց բնակելիները երկու կողքն են, կողքի թևերը, այնտեղ անցա չնկատեցի, լավ մեկը հետ եմ գնալու, ստեղ սենց ծառ է եղել, հա փաստորեն, այս աստեղից շատ թեքիչ երևում է լավ, Անդեր էլ ծել է ստուդյան, ծել է վիշկան, հետ ձեզ հարինցիրի համար։ Նեգնամ հետ։ Են վերևը որ կա, ես վերնակառույց է, էլ հետո են արես, դա արվեստանոց է, ես կողմն էլ, են կողմն էլ, բայց չիմացա ումնա։ Կոմպոզիտորներից մեկի տղաները ոնց որ թե այսպես էլ ապրում ենք խողովակների մեջ ես նենց եկա չէ այն կողմից բայց կարամ էլ ընդեղ չգնամ ես աստեղից աստիճան կա ես աստիճանով կբարձրանամ Այստեղ բնակիչ կա, այս շենքից զրուցեցինք, այդ մարդը ասում է, ամեն շաբաթ մաքրում եք տարածքը, հա, փաստորեն, թե ավելի հաճախ։ Ես տեսնում եմ կեղտոտան, բայց այդ կեղտոտելը արդեն մի շաբաթից արդեն կեղտոտում են, գալիս են նստում են, ուտում են, խմում են, սենց թափում են։ Ծանոթ բան է, ծանոթ։ Սերեք եմ մաքրել տվել, տեսեք էլ ավելի հետքեր է։ Հա, ես ընդեղ անցա տեսա, հա, կեղտոտեր արդեն, սավալի է։ Ամենակարևորը, պարզվեց, որ կոմպոզիտորների միությունը միայն այս մեջտեղի մասն է, իսկ այս կողքերը բնակելի են արդեն, կոմպոզիտորներ են ապրում, այս թևում, ամեն թևում ավելին։ Արդեն չէ, ինչ որ սարքել են շենքը, հենց ի սկզբանե կոմպոզիտորներ են բնակվել միայն։ Սկզբանե, բա հիմա։ Հիմա էլ կան, կեսը վաճառել են, բայց հիմա էլ կան։ Կարելի է վաճառել այդ տները։ Ինչի՞ չի կարելի, սեփականությունն է։ Սեփականությունը, հա։ Ու այս շենքն էլ են կոմպոզիտորներ, հա, բնակում։ Դե հիմա էլ նույն պատմությունն է, երևի շատերը գնացել են։ Այս Հա։ շենքում էլ լավ հետո կասեմ։ Լավ։ Քոչարը համենայն դեպս ստեղ է Քոչարը ապրել։ հիմա ստեղ է ապրում։ Հա։ Ես էլ եմ այդ շենքում հիմա ապրում։
Ես էլ լավ ասեմ, այդ շենքում ապրում եմ Կոնստանտին Օրբելյանի տանը, իր տունն եմ դնել։ Հա գնել եք ուղակի, հա։ Իր եղբոր տղան վաճառեց տունը։ Հա, այն որ եկավ օպերայի տնօրեններ, հա, հա։ Պարզա, շատ շնորհակալություն ձեզ։ Բայց դուք փոքր հասակից այս կողմերն եք ապրել, չէ՞։ Եմ ստեղ, եմ հորս տունը ստեղ, պապուս տունն է այդի։ Մի րոպե, ֆրիկի վրա կարող է ֆրիկի փողոցի վրա եք ապրել, չէ՞։ Հենց է շենք, Հենց կոմպոզիտորների։ հենց կոմպոզիտոր։ Այս թվում։ Այս թևը։ Այո, լավ հասկացա։ Ուրեմն ձեր հայրը հայտնի կոմպոզիտոր է երևի։ Չէ։ Չէ։ Այս շենքներ հետաքրիր։ Ստեղ չկարացանք ճշգրիտ պարզենք, ովքեր էին ապրել։ Փողոցի կողմից կպարզենք։ Փողոցի կողմից հա երևի մեծահասակ մեկին կգտնեմ, կպարզենք։ Հա, Զվանոկ դրուգու հիմա կլնի, չէ՞։ Կիմանանք։ Իսկ վերևը արվեստանոցներ են, հա, ինձ ասեցին ես։ Շենքի վրա։ Սարքել են այդպես, բայց հետո բնակարան ա դարել։ Հա։ Ի սկզբանե տենց լսել եմ, հետո բնակարան ա դարել տեղում։ Ալո, Սուրեն։ Այս էլ աստիճանները ու ես բարձրանում։ Ստեղ էլ նայում եք, այսպես աստիճան ա եղել, կարծում եմ այն կողմից էլ է սիմետրիկ եղել, հիմա կհարցնեք, բա ես ինչ է ստեղ։ Սա բերեցին գարաժներ, սկզբից ասում այնտեղ թույլ տվեցին, այն հերվում, ստեղ հող էր։ Հետո կամանց սարքելով եկան ու մտան ստեղ գարաժները։ Սենց պատմություն ժողովուրդ ջան, տխուր երևանյան։ Հա, շատ լավ տղա էր, ահագին բան իմացա, բայց այն փայտի պաչկամբով տունը տենց էլ ճշտվեց։ Ինքը ասեց նկարիչներ էին, թե նկարիչ էր, մի խոսքով։ Դեստեղ ածնվե ինքը այս շենքում, հետո այս շենքում են տուն գնել, պատմեց, լսեցիք։ Հեսա դուս եկանք մուտքի մոտ, որտեղ ես եղել էի։ Ինչն էր հետաքրքիր, ես ուզում էի դուրս գայի շենքի այն կողմը, հեսա ցույց տամ։ Այ մինչև ստեղ հասա ու համոզված որ տուպիկ է, հետ գնացի։ Պարզվեց տուպիկ չի, բախն էլ ստեղ է։ Այսքան որ գայի։ Այդ կենտրոնական մուտքներ, նայեք ժողովուրդ, ստեղ գրած է որ դնում եք Գևորգ Էմինն է ապրել, թվերը իհարկե էլի տանջանք հալնելու, մի քիչ երկար պահեմ կարծում եմ դուք կտնեք։ Հա, 56-ից 98 թիվ։ Բայց Էմինի տունը հիշում եք, մենք գնացինք, նկարեցինք, դե նա առանձնատուն էր, հա, երևի։ Ու էլի լավն էր, տեսակ ցուցանակը որակով էր։ Նույն քարից, առանց այդ վինտերի բանի։ Հա, այս շենքներ են գեղեցիկ պաչկամբով։ Հա, ինչ-որ մի քիչ փչացրել են, հա, ֆասադը։ Ինչ են արել, լավ չեմ կարում հասկանամ։ Երկու բնակարան են ստեղ ապրել վախտին։ Երկու ընտանիք ավելի ճիշտ, հա, ոնց որ թե։ Մի խոսքով հաստատ ոչ մի բան չկարացա իմանամ։ Մի բանը պարզ է, այս մասերը, Սարյան փողոցը, արվեստագետներ էին ապրում, տենց թաղամաս է եղել, արվեստագետներ էլի։ Այ կարող եմ մերոնցից Անահիտ Աղալյանը իմանա,
Այս տանը ովքեր են ապրել։ Մեկը ասեց նկարիչներ էին, մեկը ասեց կոմպոզիտորներ, բայց ոչ մեկը ոչ իման ճշգրիտ չգիտեր։ Երիտասարդները երեխեքի անունները գիտեին, որոնք հիմա արդեն մեծ են, բայց ազգանները չգիտեին։ Սենց Դեմերչյան փողոց։ Այս ճանապարհն էլ տանում է դեպի Սարյան։ Այստեղ տուպիկ է նկարած ճիշտն ասած։ Բայց այն խանութի աշխատողները ասեցին, չէ, ճանապարհ կա, ասում եմ, ասում եմ նշանը խեն դրե, ասում եմ, որ երևի քիչ մեքենա գնա, չգիտեմ։ Այս արդեն Դեմերչյանը դեպի Բաղրամյան։ Դե մի հատ այս խանութն է ցույց տամ, որտեղ ինքը աչքի է հանգնում այս մասում Շիրակ կոչվում է։ Այդ աղջիկը ասեցին, որ ճանապարհ կա։ Այն մեկը այն շենքը, որ չիմացանք ովքեր են ապրում, կոմպոզիտորների տունը։ Իմիջիայլոց այս ինֆորմացիա հավաքելը այնքան ժամանակ խլեց, մեկը մյուսին է զանգում, հետո զրուցում են, շուտվանից չեն հանդիպել, ես էլ սպասում եմ, լավ հոգնեցի ժողովուրդ։ Հա էլի 5:20 է, քանիսին սկսեց, այսքան ժամանակ ես մի տարածքում եմ։ Մի 300 մետր, հա, այս կողմեն կողմ։ Այս թևի վրա մի հատ էլ ցուցանակ կա, Գևորգ Էմինից հետո չէի նկատել։ Այս տանը 57 թվից մինչև 2011, հա, ոնց որ ապրել եւ ստեղծագործել է կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը 57 թիվ ես 7 տարեկան էի երևի հենց այդ ժամանակվանից էլ եղել է էլի չէ կոմպոզիտորների տունը հետաքրքիր կլներ ճարտարապետին էլ իմանայինք շատ բան ուզեցի չէ ոնց որ Վերջի անգամ նայենք 2 ժամից ավել ստեղ եմ Են ինչ ցուցանակը մի հատ անցնենք էդ էլ նայենք ցուցանակա մոլ եմ դարել Այս առաջի տառերը ոնց է կարդացում Interiors Հա, երևի ինչ-որ ճարտարապետական բան է, կարծում եմ։ Հա, ես ինչ գեղեցիկ է։ Սա նույնն է, հետաքրքիր է։ Ոնց որ, հա։ Հա, իմ այսօրվա պրոբլեմը գիտեք։ Մտա երեխեքի մոտ նայեցի, գեղեցիկ էր իրոք ներսը, ասեցին տնօրեն հետ, պետք է կապնվենք, ասեցի չէ էլի, գնամ, իսկ ասեցի կարամ դրսից ցույց տամ պատմեմ ձեր մասին, ասեցին իհարկե, ես են աղջիկները, ուրեմն իրանք զբաղվում են պատվերով բերում են ինտերիերի վերաբերյալ ինչ ուզենակ։ Այնտեղ սախ պատը կատալոգներն էին իրանց, ընտրում եք, պաստառներ, կահույք, չգիտեմ ինչ մի խոսքով, դե ինտերիեր պատկերացնում եք, ինչ ուզես կա։ Այդ դրանով են իրանք զբաղվում, ներմուծում են։ Գալիս եք, կատալոգում ընտրում եք, պատվիրում եք, երևի սաղ աշխարհից կասկածում եմ։
Տենց բաներ կան էլի փաստորեն, թե չէ մեկ-մեկ տներում գործ են կանում, ես զարմանում եմ, ասում եմ, բաները որտեղից են ճարը բերել ես մարդիկ։ Արժում է տենց հնարավորություններ կան, հա այդ կոմպլեքսներ կադրի մեջ։ Ես խոսում եմ, ձեռներս նկարում են, իրարից անտեղյակ այս են գեղեցկության սրահներ, որ մեզ ոգևորեց, որ Երևանում ենք հաստատ։ Եկեք էլ չկարդամ, հա, ցուցանակ։ Այս հետաքրքիր էր։ Հուսիկ Սուրենի Հարությունյանը։ Հիշում եք Հուսիկ Հարությունյանին։ ՀՀՇ-ի գործիչներից էր։ Մի հատ ցուցանակ ուզեցա չնայեմ։ Անց Աշոտյանը քաղբանդարկյալ, հա? Աշոտյանին նստացրել է։ Հենց շենքը նորակառույցը Դեմերչյան փողոցի վրա է, այն հատվածը, որ դեպի Բաղրաման էր գնում, այդքանը հասկացա։ Ես էլ դե կոմպոզիտորների տան դիմացի շենքներ, ու էլ ինձանից բան չհարցնեք։ Գնացինք դուրս։ Ոչ մի անգամ չի մտածել, պարզվեց այս դալանի մեջ աղբամանները իրանց հարմարություն ունեն։ Մեքենայով գնալուց լուսամուտից մեկը շպրտեց մեջը, հասկացա, որ հարմար է։ Մեքենայից դուրս չեկավ, հենց շպրտեց։ Մենք անցորդներին դիմավորում ենք, չէ՞, փողոց անցնողներին։ Կարծում եմ ստեղ ավարտենք, չեք նեղանա, չէ՞, որ ավարտեմ։ Ուրեմն այս հաղորդման մեջ դուք չտեսաք, այս ինչ էր Մանկապարտեզյան, արդեն մոռացա, Մոնտեսիերի։ Դուք չտեսաք Մոնտեսիերի Մանկապարտեզի ներսը։ Հետո դուք երեխաներ կանչում։ Հետո դուք չտեսաք կոմպոզիտորների տան ներսը, այն ինտերիերը չտեսաք, մի խոսքով ահագին ագեցած հաղորդում էր, ահագին բան չտեսանք, հետ էլա չէ, հետաքրքիր։ Լավ մնաք ժողովուրդ ջան, միշտ առողջ և խաղաղ երկինք։ Որ ավարտեցի ճիշտ արեցի, որտև գործեր ունեմ, բայց համար հիշեցի, որ ես հաց չեմ կերել, մինչև գործերս անելը պետք է ուտել, ուտելու չեմ գնում, ստեղ կանգնեցի, տեղ տվեցին, Մոսկովյան փողոց, այն լամաջույում կուտեմ, այդ ժողովուրդի հետ ծանոթանանք, ուսանողների ժամն է, հա, գալիս են։ Հա, 6:20 է։ Այս էլ Բերյան փողոցը։
Տեսն ասած ծախում են։ Ավարտեմ ու գնանք։ Շարժի չէ, 38 ուտել, դե, գնամ ընդեղ լամաջի ուտեմ աղջիկների մոտ, համել մի հատ գարեջուր կխմեմ, ստեղ բան չկա խմելու։ Ժամ ավել բանը չի կարելի։ Salutați, fantazma. Εσείς θα είστε θα ξεκινήσουμε από το Σεούλ, μετά συνεχίζουμε Οσάκα. Սուգլավիկությունը նորմալ գործ է դարը, ինձ համար ոնց որ Երեխան ինչ պիտի գրել։ Երեխանացին ավտանջա։ Մտանք։ Это что? Բարեզուս։ Օ, ողջույն։ Ողջույն։ Նոճի դու։ Նորմալ։ Ինձ երկու հատ լամաջու։ Շիշի կտած։ ու մի հատ գարեջուր։ Ահա, սենց գարեջուր, սենց լամաջու, բացեմ մեջն լնայեք, ես էլ մեջը, Հարմեն ջան, բարի խորժեք, ես հետագիրը որտեղ է, կարար մեր պակ շուկան էլ սենց նկարել չէ, կամ Sagrada Family-ն, ես համոզված էի, որ Անահիտը որտեղ մտնում է, լիքը մարդ է գալի, պարզվեց ես էլ ունեմ այդ ունակությունները, Ես ինչ դվիժենի սկսեց է ժողորդ։ Դե գնացինք ժողորդ ջան, հատ նունային մոտենանք, հիմա նկարում եմ ես ռուպեին։ Տարոնը մեզ նայողներից է, շատ հաճելի երիտասարդ է, Դավիթին գիտի, ընկերներ են, Պարոնյանի թատրոնում, գնամ հաշիվս պագեմ։ Մենք կարանք ձեզ հյուրասիրել։ Ձեզ բարի ախորժակ, շնորհակալություն, ես էլ կարամ ձեզ։ Ես եմ ուզում այս անգամ։ Չէ, Տարոն ջան, ես նույնի հետ հարցեր ունեմ, հա, փող ունեմ, պետք է մանրեմ անպայման, որտեղ գործարք պետք է անել, ձեզ բարի ախորժակ։ Եկանուն է Ջան, որ 20,000 տամ շատ
կներողանաս։ Ուրախ կլնեմ։ Դավայ, ինձ էլ մանրել է պետք։ Ասում եմ, ես կարծում էի կինս տենց հատկություն ունի, հենց միտեղ մտնում ա լիքը մարդ ա գալի։ Աստորեն դու էլ չես։ Վաստորեն ես է։ Հետ չես մնում։ Եկա դատարկ էր։ Դե լավ ա։ Ես տեն մեր բան չունեք անելու, ամուսինով խրացեք եկեք։ Մի հատ մտեք թող հաճախորդ գա։ Չի կարում։ Նոնեջան գնացի։ Ստեսություն, շատ շնորհակալություն։ Բայց կապես եթերում եմ ելնել։ Իսկապես եթերում ես։ Մի հատ գումարը ասել ես շնորհ։ 1270։ 1270, այս է ժողովուրդ, պակա։ Հաջողություն։ Շատ համով ու մատչելի տեղ է։ Տեղ ջան, գնացի, պակա։ Հա, էլի, ահագին մարդ վերից, է մարդ։ Կարոնը պարզվեց շատ հետաքրքիր կապեր կան, բայց դե հիմա երկար է չեմ պատմի։ Լավ։ Հուսով եմ վերջնական լուրջ հրաժեշտ կտանք։ Բայց հետանք ասեցի էլի սաղ, չէ՞։ Ինչ լավ եղանակը ապսես անայտը, մեկա գործին եմ պետք է գնամ, գործն էլ ներսն է թարսի պես, դե վերջ հայր ջան, ավարտեցինք, սիրում, որ սենց դանդա ժողովուրդը մանա գալի։ Գործը ավարտել են, ոչ մեկը ոչ մեկով չի շտապում։ Լավ, ես անջատեմ, որտեղ ես հենց կարող է երկար կանգնեմ։ Ինչի ասեք, հանդիպումը ժամը 8-ին է։ Եթե հետաքրքիր է ժողովուրդ ջան, չգիտեմ, ես հիմա Աբովյանի հրապարակի վրա եմ, գործս Կոմիտասում, գնում եմ Կոմիտաս։ Սենց բարձրանանք Սարալանջի փողոցով։ Այս այդ նորակառույց շենքերն են, պոլիտեխնիկից վերև Սատանի անիվն է երևում, մեր Հայաստանը, այնտեղ մի թեթև Արարատը նշմարվում է, ստեղ մի թեթև մայրամուտ, ես էլ Հուշարձանը, շենքի կա, մախ կա, տենում եք հերվում, չգիտեմ երևմաց ես,
սենց բան չէի հիշում։ Չէի հիշում որն էր, նոր բան է, չկար սենց բան։ Դե, երեպը պատանը բացեմ, չեմ կար, ենքինոյը ոնց էր ասում, тут помню, тут не помню։ Շիպսը բկեցին, դեստեղ մուտքն է, մանումենտ, դրավն են ծարերը, ենտեղ էլ երևում է, հատակ կաստրուկցիոն շենքերը, մենք էլ Ազատության պողոտայի վրա ենք։ Այս կողմը հիշում եք ձախ կողմը վրա Քոչարյանի կառուցած հյուրանոցն է։ Դե կառուցած որն է, իր փողերով է։ Ոնց որ կոչվում չեմ շնորհել։ Այս առաջինն էր, որ մանումենտը սկսեց ծառերը կտրել։ Այս կողմն էլ սենց անկապ բաներ են, հիշում եք, ստեղ էլ են լիքը ծառեր կտրել, ծառեր ում է, անտառ, ստեղ Զվարթնոց կինոն էր, եթե կհիշեք, ու ուզում եմ ողջունեմ, Դավիթ ջան, ողջույն, Մերոնցից Դավիթ Արմանինը, կինոթատրոնի հետևն է իրան շենքը, մեր շատ կրեատիվ նայողներից մեկը, ինքը շատ հետաքրքիր առաջարկներ է արել, օրինակ կինոնայրին, որ լինի ռետրո ֆիլմերի, Ազատության պողոտա, Մենակ դա չէ, էլի հետաքրքիր առաջարկներ արել, ինքը ուղղակի ասում էր պետք չի նշել։ Այսինքն առանց լավ մարդկանց իհարկե այս գործը չէր ստացվի։ Անկեղծ ասեմ ձեզ։ Ես էլ կանաս ուրնիվերմա գնախքին ու այ հիմա խոսք եմ տալի, որ վերջ չէ կներեք կարող Անահիտը մայրամուտ նկարացրնի, եթե չէ ուրեմն հաստատ վերջ